Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ իր ձևակերպմամբ դպրոցներում տիրող իրավիճակին եւ այն մտահոգություններին, թե ուսուցիչները կարող են ինչ-որ ձևով միջամտել փետրվարի 18-ին նախանշված նախագահական ընտրությունների նախընտրական գործընթացներին։ Պարոն Աշոտյան, ձեզ հստակ հանձնարարվել է, որպեսզի խստագույն վերահսկողություն իրականացվի եւ որպեսզի դպրոցները որևէ առնչություն չունենան նախընտրական գործընթացների հետ։ Ինչպիսին է իրավիճակը այսօր։ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով իրենց հիմնական նպատակներից մեկն այն է, որ կրթական հաստատություններում որևէ քաղաքական գործունեություն չիրականացվի եւ երկրորդը ուսումնական հաստատություններում անխափան կազմակերպի ուսումնական գործընթացը։ Երկու հիմնական օրենսդրական պահանջներն են այս ընթացքում։ Հաստագրված երկու ահազանգ է եղել, պարոն վարչապետ, Ազատություն ռադիոկայանի կողմից վավերացված տեսանյութով, մեկը վերաբերել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի դպրոցին, մյուսը Արարատի մարզի Մասիսի մի շարք ուսումնական հաստատություններին։ Կրթական համակարգի պաշտոնատար անձինք խստագույնս պատժվելու են, եթե խախտեն այն բոլոր սկզբունքները, որոնք ամրապնդված են օրենքներում եւ առնչվում են նախընտրական քարոզարշավի կանոնակարգման հետ։ Եվ այդ մարդիկ պետք է իմանան, որ միջամտելով նրանք արջի ծառայություն են մատուցում մեզ, որի կարիքը մենք բացարձակապես չունենք։ Արդեն կառավարության նիստից հետո նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ հանրապետության նախագահի մեկ այլ թեկնածու Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆֆի Հովհաննիսյանը Արմավիրի մարզում քարոզարշավի շրջանակում դպրոց էր այցելել։ Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու չպատժեցիք դպրոցի տնօրենին, նախարարը պատասխանեց, թե չեք ահազանգել։ Ես չեմ կարծում դպրոցի տնօրենը